Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ուզում եմ նորից ձեզ համար իմ խոհանոցում պատրաստել մի շատ համեղ խմորեղեն, ոչ միայն համեղ, այլ նաև գեղեցիկ։ Դարչինով, ընկույզով եւ շատ համեղ է այս խմորեղենը։ Ասեմ, որ անպայման տեսքն էլ, համն էլ ձեզ դուր կգա, ուրեմն սկսենք։ Այս համեղ ու գեղեցիկ խմորեղենը պատրաստելու համար մեզ հարկավոր է կաթկարակ, ձու, խմորիչ, շաքարավազ, վանիլին եւ աղ։ Սկսեցինք։ Գոլից տաք կաթ է մեզ հարկավոր, խմորիչը ինչպես միշտ, մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը, աղը, նորից խառնում ենք մի փոքր, սենյակային ջերմաստիճանի ձու, ձվերը թարմ են, մաղում ենք, ձեր ներկայությամբ եմ մաղում, սովորաբար ես միշտ ալյուրը ինքնուրույն եմ մաղում, բայց այսօր ձեր ներկայությամբ մաղեմ, որ դուք էլ հասկանաք, գիտեմ, որ բոլորդ էլ մաղում եք, այլ գիտակցեք, որ պարտադիր է մաղելը ալյուրը։ Ճիշտ է, հիմիկվա ալյուրները շատ մաքուր են, բայց թթվածին հաղորդելու համար մաղած ալյուրը շատ լավ է։ Ինձ մոտ 600 գրամ ալյուր է, ես մի փոքր կթողնեմ։ Մի փոքր խառնում ենք։ Միանգամից չենք ավելացնելու ալյուրը, որովհետև մենք խմորը չհագեցնենք ալյուրով։ Սիրելիներս, տեսեք, այսպիսի խմոր ստանալու դեպքում արդեն տեսեք, արդեն խառնելու ենք հիմա կարագը։ Արդեն ձեռքով եմ հունցելու։ Սիրելիներս, ուրեմն հիմա մի փոքր է սեղանի վրա ենք հունցելու, մինչև ստանանք ձեռքերին շատ չնչին կպչող խմոր, համարյա չկպչող։ Նորից ալյուրի հետ շատ զգուշ ենք լինում։ Տեսեք, մի փոքր կպչում է, ես մի քիչ էլ ալյուր կանեմ, շատ քիչ։ Եվ ինձ թվում է արդեն բավական է ալյուրը։ Հիմա հունցենք։
մի փոքրել ենք հալորանում, Բարեկամներիս, հիմա մի փոքր հունցելու ենք լուսայովի հետ, որպեսզի ավելի փայլ տանք մեր խմորին, շատ չնչինենք անում, ուղղակի որ հունցենք։ Տեսեք այսպիսի համասեր փայլուն խմոր ստացանք։ Տեսեք չի կպչում ձեռքերին։ Մի փոքր լիթասիկը լուսայով ենք անում, շատ քիչ։ Եվ ծածկում ենք արդեն։ Սրբիչով էլ ենք ծածկելու։ Եվ դնում ենք լույսը վառած ջեռոցում կամ ինչ-որ տաքուկ տեղ։ Բարեկամներ, մեր խմորը շատ լավ բարձրացել է արդեն։ Հիմա ձևավորենք, գնդիկներ անենք սկզբում, հետո ձևավորենք արդեն։ Մի փոքր էսպես լուսայով ենք անում։ Տեսեք ինչ լավ խմոր ենք ստացել։ Հիմա բաժանելու ենք մասերի։ Ուրեմն
սպասելու ենք, մինչև մեր խմորները մի փոքր հանգստանան։ Ուրեմն կարող ենք օգտագործել տարբեր միջուկներ, ընկույզը, դարչինի եւ շաքարավազի հետ, կամ մենակ չամիչ կարող եք օգտագործել, եթե չեք սիրում դարչինի համը, կամ ուղղակի միայն շաքարավազը դարչինի հետ կարող եք, ինչպես կուզեք, ինչ միջուկ կուզեք, կարող եք օգտագործել։ Հիմա մի փոքր սպասենք մեր խմորները հանգստանան ու անցնենք ձևավորմանը։ Ուրեմն սկսում ենք արդեն ձևավորելը, բացում ենք մեր խմորը։ Կարակ ենք կսում։ Մեջտեղն ենք լցնելու, տեսեք, և ընկույզ ենք անում։ Ծածկում ենք ու կտրում ենք, տեսեք այսպես։ Ուղիղ մեջտեղից կտրում ենք։ Միացնում ենք այս ծայրերը, տեսեք, և բացում ենք մի փոքր այսպես, տեսեք։ Եվ տեղավորում ենք ջեռոցի թավայի մեջ։ Նորից ենք կրկնում։ Ընկույզը մի փոքր այսպես հարթեցնում ենք և կտրում ենք։ Ամրացնում ենք եզրերը այս մեկը
չամիչով պատրաստեմ, որպեսզի դուք տեսնեք, որ չամիչով էլ է շատ լավ լինում։ Կտրում ենք։ Եվ վերջինը։ Այս վերջինը ուրեմն անենք չամիչով և դարչին։ Այսպես երևից, հիմա ծածկում ենք, սպասում ենք մինչև լավ բարձրանա ու նոր արդեն ձույն կսելու երեսին։ Սիրելիներս, մեր խմորները արդեն բարձրացել են, այստեղ մենք ունենք մեկ ձվի դեղնունց և մեկ ճաշի գդալ կաթ եմ ավելացնում, մի փոքր խառնում եմ։ Եվ շատ զգուշությամբ կսելու ենք մեր գեղեցիկ
բանտիկների։ Հայերեն ինձ թվում է ժապավեն կլինի, չէ՞։ Ինչպես կուզեք անվանեք, ես անվանում եմ ծաղիկ, գեղեցիկ խմորեղեն։ Ջեռոցը արդեն միացրել եմ նախապես, 180 աստիճանի տակ ենք թխելու, արդեն գիտեք, տեղյակ եք, կամաց ես ձեզ ծանոթացնում եմ խմորիչով խմորների բոլոր գաղտնիքներին։ Ու հուսով եմ, որ այն մարդիկ, ովքեր բիզնեսով են զբաղված, ովքեր զբաղվում են խմորեղենի գործերով, այս բոլոր գործերը շատ պետքական է իրենց համար։ Այսպես, թխելու ենք վերև ներքև ռեժիմով, առանց կոնվենցիայի, առանց օդափոխության, այսպես ասած։ Եվ այսպես սիրելիներս մենք ավարտեցինք, արդեն ստացանք այսպիսի գեղեցկություն։ Տեսեք, շատ լավ եփված, տեսեք։ Թեթև։ Այսպիսի գեղեցիկ բուլկիներ ենք ստացել, բուլկի, խմորեղեն, ծաղիկ, ինչպես կուզեք անվանեք։ Ինձ թվում է, որ ձեզ բոլորի դուր կգա ու դուք ինքներդ էլ կպատրաստեք, սիրելի հետևորդներ, որովհետև իրականում եւ տեսքն է շատ գրավիչ եւ համն է շատ լավը։ Այսպես սիրելիներս, ես ուզում եմ այսքանով ավարտել, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ինձ թվում է մի փոքրիկ այս կադրից հետո մի փոքրիկ այսպես կնկարենք, որովհետև երկու շաբթի արդեն YouTube ուղարկել է ձեր անունները եւ ես չեմ ուզում առանձին այսպիսի մի տեսահոլովակ նկարել, որովհետև այդքան էլ ինձ թվում է լավ չի նայվում այդ հոլովակները եւ վերջում իհարկե դա կներկայացնեմ։ Այսքան իմ շատ սիրելի հետևորդներ, հիմա մի հատ այսպես կիսեմ, որ մեջտեղից տեսնեք, որքան եփված տեսնում եք։
բամբակի նման գեղեցիկ եւ համեղ բուլկիներ ենք ստացել։ Այսպես սիրելիներս։ Այն մարդիկ, ովքեր կուզեն վաճառքի տեսքով պատրաստեն, վաճառքի համար նպատակով պատրաստեն, ես կխնդրեմ, որ չափը մի փոքր մեծ անեն, այս չափի, որպեսզի տեսքը լավը լինի, էլի, գրավի մարդկանց։ Միշտ ապրանքի տեսքը գրավում է, չէ՞ մարդկանց։ Եվ հետո, իսկ եթե տանը պիտի ընտանիքի համար եք պատրաստում, կարող եք փոքրիկ պատրաստել, ոչ թե 9 կամ 10 գնդի բաժանել, այլ 15, միևնույն է շատ գեղեցիկ են ստացվում։ Ուրեմն սիրելիներս, արդեն ասեցի, որ այսօրվա մեր տեսահոլովակի վերջում ուզում եմ անպայման կարդալ փաստորեն ոչ թե 2 շաբթիի հավաքված անուններն են ինձ մոտ, այլ այս 3 էլ ուղարկեց ինձ YouTube-ը եւ դարձավ արդեն 4-ը 2 շաբթի։ Հիմա գիտեմ, որ ձանձրանում են մարդիկ, լավ չեն նայում այս տեսահոլովակները, դրա համար այս հոլովակի վերջում ես կարդամ ձեր այն մարդկանց անունները, ովքեր ակտիվ են եղել եւ կան մարդիկ, ովքեր նոր են միացել, բայց YouTube-ը առանձնացրել է իրենց անունները, ուղարկել է ինձ։ Եվ այսպես, սկսենք առաջին 2 շաբթին, Ռուզաննա Միքայելյան, բարի ախորժակ, այսինքն Արմինեն է ինձ մոտ, բարի ախորժակ, Արմինեն ունի իր ալիքը, որը կոչվում է բարի ախորժակ, ես արդեն մեկ անգամ ասել եմ այդ մասին, նորից եմ ուզում կրկնեմ, մեր շատ լավ հայուհին է եւ ապրում է Ֆրանսիայում։ Այսպես, իր ալիքի անունն է բարի ախորժակ, ուրեմն Արմինեի անունն էլ է ինձ ուղարկել YouTube-ը, Իվան Իվանով, այսինքն Մարգոն, մեր սիրելի Մարգոն, Ռիփսիմե Մխիթարյան եւ Գյուլնարա Մալաքյան։ Առաջին 2 շաբթի օրը ինձ ուղարկել է այս 5 անունները YouTube-ը, հիմա մեկ չասեմ ով ինչքան մեկնաբանություն եւ հավանության նշան է դրել, որովհետեւ ինձ թվում է ձանձրանում եք, բայց ամենաշատը ասեմ, որ Ռուզաննա Միքայելյանն է մեկնաբանություն գրել 100 մեկնաբանություն եւ 123 հավանության նշան է դրել։ Սիրելիներս, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, որ ակտիվ եք, շնորհակալ եմ, որ շատ արագ եք նայում եւ շատ արագ հավանության նշաններ եք դնում, ասեմ, որ 24 ժամվա հավանության նշանները եւ մեկնաբանությունները բավականին լավ են գնահատվում YouTube-ի համար եւ ինչու՞ չէ նաեւ ինձ համար։ Այսպես, ուրեմն երկրորդ 2 շաբթի օրը ինձ ուղարկել է YouTube-ը Կարինե Սարգսյանի անունը, Շողիկ Մարտիրոսյանի անունը, Անահիտ Ղուկասյանի անունը, Ժաննա Խուշոդյանի անունը եւ Անահիտ Գասպարյանի անունը։ Սիրելիներս, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, իհարկե ես բոլորիդ էլ այսպես բոլորիդ անուններն էլ շատ հաճախակի ամեն հոլովակի վերջում մեկնաբանությունների բաժնում կարդում եմ, ինձ շատ հաճելի է բոլորիդ անունները կարդալ, նույնիսկ չէ, բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ գրում են մեկնաբանություն, ես անչափ շնորհակալ եմ, չգրողներից էլ եմ շատ շնորհակալ, որովհետև մենք ունենք այնպիսի մարդիկ, որովհետև դիտում են, հավանության նշանները դնում են, բայց մեկնաբանության գրելու ժամանակ չունեն կամ տրամադրություն չունեն կամ սովորություն չունեն ուղղակի, դա էլ ուղղակի ես հասկանում եմ, իհարկե ամեն
մենք բոլորս նույն բնավորությունը չունենք։ Այսպես, ուրեմն այս հնգյակի ամենաշատ ինձ մեկնաբանություն ուղարկած եւ հավանության նշան դրած մարդիկ Կարինե Սարգսյանն է եւ Անահիտ Գասպարյանն է, ուրեմն Կարինեն ինձ ուղարկել է 100 մեկնաբանություն եւ 146 անգամ հավանության նշան է դրել։ Կարինե ջան, դու շատ ակտիվ ես, շնորհակալ եմ շատ սիրելիս։ Եվ Անահիտ Գասպարյանը, Անահիտ ջան, դու ինձ ուղարկել ես 100 մեկնաբանություն եւ 110 անգամ հավանության նշան ես դրել, շատ շնորհակալ եմ քույրիկս։ Անցնենք երրորդ շաբաթվա երկուշաբթիին, ինձ ուղարկել է YouTube-ը Ռուլետա Ասատուրովա, Ռուլետան իմ նոր հետևորդն է, նոր երևի 3 ամիս կլինի, բայց շատ ակտիվ ես դու Ռուլետա ջան, շնորհակալ եմ շատ։ Ռուլետան մեկ մեկնաբանությունով չի բավարարվում, նա քանի որ վերջերս է միացել, հերթով բոլոր հոլովակները նայում է, ես զգում եմ, ես կարդում եմ, ես տեսնում եմ քո մեկնաբանությունները, սիրելի Ռուլետա ջան, շնորհակալ եմ։ Դու ինձ ուղարկել ես 32 մեկնաբանություն եւ 23 անգամ հավանության նշան ես դրել։ Մարինե Կարամֆիլյան, Անուշ Հովսեփյան, Սելինե Գրիգորյան եւ Մարուս Հայրումյան։ Բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, կարող եմ ասել, որ այս հինգյակը բոլորն էլ շատ մեկնաբանություններ են ինձ ուղարկել եւ շատ հավանության նշաններ են դրել։ Սելինե Գրիգորյանը 100 մեկնաբանություն, 112 հավանության նշան, Մարուս Հայրումյանը 71 մեկնաբանություն եւ 68 հավանության նշան, Մարինե Կարամֆիլյանը 100 մեկնաբանություն եւ 154 անգամ հավանության նշան է դրել։ Շնորհակալ եմ շատ Մարինե ջան։ Անուշ Հովսեփյան ջան, դու ինձ ուղարկել ես 92 մեկնաբանություն եւ 86 հավանության նշան։ Ռուլետա ջան, արդեն ասեցի, 32 անգամ դու ինձ ուղարկել ես մեկնաբանություն եւ 23 անգամ հավանության նշան ես դրել, որի համար ես բոլորիցդ էլ անչափ շնորհակալ եմ։ Եվ այս երկուշաբթին 3 ինձ ուղարկել է YouTube-ը, ուրեմն Գյումրվա ծաղիկ, բոլորս էլ գիտենք, որ Տաթևն է, Տաթևը ինձ ուղարկել է 100 մեկնաբանություն եւ 98 անգամ հավանել է մեր տեսանյութերը, Ռուզաննա Հարությունյան, ներողություն Սյուզաննա Հարությունյան, Սյուզաննա Հարությունյանը երևի իմ նոր հետևորդն է, որովհետև 6 անգամ մեկնաբանություն է գրել եւ 6 անգամ հավանության նշան է սեղմել, այդ պատճառով ինձ Սյուզաննան շատ արագ է դիտում, ինձ թվում է դրա համար էլ YouTube-ը առանձնացրել է Սյուզաննայի անունը։ Սյուզաննա ջան, բարի գալուստ դիմալիք, շատ շնորհակալ եմ սիրելիս։ Էմմա Բաղդասարյան, Էմման արդեն շատ իմ վաղուցվա հետևորդն է, շատ այսպես ջերմ, հաճելի մեկնաբանություններ ես դու ինձ գրում, Էմմա ջան, շնորհակալ եմ, 71 անգամ մեկնաբանություն եւ 68 անգամ հավանել ես մեր տեսանյութերը։ Եվ ինձ ունեմ մի նոր հետևորդ Վիկա, Վիկա չի գրվում, գրվում է V, բայց ես բացել եմ, Վիկա ջան, եկել եմ քո ալիք եւ տեսել եմ, որ դու գրվում ես Վիկա։ 16 անգամ մեկնաբանություն ունես ու ինձ ուղարկած եւ 11 անգամ հավանության նշան ես դրել։ Եվ վերջում Արուս Վալեսյան, Արուս Վալեսյանին բոլորս էլ ճանաչում ենք, արդեն մի քանի անգամ Արուս Վալեսյանի անունը ես կարդում եմ, Արուս ջան, դու անչափ ակտիվ, շատ այսպես մտերիմ հարազատ հետևորդ ես, ինչպես մյուս բոլորը, շնորհակալ եմ բոլորիցդ։ Ես ուզում եմ առանցին շնորհակալությունս հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ հետևում են, այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ նոր են միացել եւ այն բոլոր մարդկանց, ովքեր դեռ պիտի մտածում են միանան, թե ոչ։ Շնորհակալ եմ, մեզ մոտ շատ համեղ է, շատ, ինչպես տեսնում եք, շատ հետաքրքիր է, այսպես ավելի շատ ուսուցանելի է եւ այսքանը։ Շնորհակալ եմ անչափ բոլորիցդ, հուսով եմ կշարունակեք ինձ դիտել, որպեսզի մեր ալիքը զարգանա, որպեսզի մենք YouTube-ում աշխատող
մարդը անպայման պիտի դիտումներ ունենա, որ շարունակի աշխատել։ Եթե դիտումները քիչ են լինում, այսպես տրամադրվածություն էլ չի լինում, բայց քանի որ ես ունեմ շատ հավատարիմ հետևորդներ, որոնք ինձ գրում են, սպասում են, այդ պատճառով ես մի տեսակ դեռ չեմ կարող մտածել, որ դիտումները քիչ են, ես դադարեցնեմ, բայց ինչ որ կա ճիշտի, ես այդպես ասում եմ, քանի որ մեր ալիքը շատ ճիշտ, ազնիվ ալիք է եւ բաղադրատոմսերի համար եւ ընդհանրապես։ Այսքան իմ շատ սիրելի հետևորդներ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ ալիքում։